Ինչն է նպաստում իմաստությանը։ Դա համար կուզեմ կարդանք Առակաց 1:7-ը, ասում է. իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, բայց հիմարները իմաստությունն ու կրթությունը կանարգեն։ Բոլոր ժամանակներում մարդիկ ձգտել են իմաստուն լինելու, ջանք են թափել իմաստություն ձեռք բերելու համար։ Մարդիկ ուզում են իմաստուն լինել, որպեսզի կարողանան փորձությունների ժամանակ հաղթող լինել։ Եվ նայում ենք, տեսնում ենք, որ թե իմաստուններին, թե հիմարներին, այսպես ասած, հանդիպում են փորձությունները ու արտաքինից այդքան տարբերություն չկա, բայց իմաստունը միշտ հաղթող է դուրս գալի։ Նայենք Աստծո խոսքից, թե Աստված ում է համարում իմաստուն, երբ կարդանք Սաղմոս 53:2-ը, կտեսնենք, որ գրված է. Աստված երկնքից նայեց մարդկանց որդիների վրա, որպեսզի տեսնե, թե կա արդյոք իմաստուն, մեկը, որ Աստծուն կփնտրե։ Այսինքն, ով փնտրում է Աստծուն, նա համարվում է իմաստուն Աստծո համար։ Այսինքն, այն մարդը, որ կախված է Աստծուց, ամեն պարագայում նա փնտրում է Աստծո կամքը, Աստծուց է հարցնում իրավիճակի համար, նա իմաստուն է համարվում։ Երկրորդ Տիմոթեոս 3:15-ում գրված է. Նաև քո մանկությունից ի վեր սուրբ գրքերը գիտես, որոնք կրնան իմաստուն ունել քեզ փրկելու Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատքովը։ Սաղմոս 19:7-ում ասում է. Տիրոջ օրենքը կատարյալ է, հոգի կնորոգ է։ Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, տգետը իմաստուն կնե։ Իսկ Սաղմոս 119:98 խոսքերում ասում է. քո պատվիրանքները զիսիմ թշնամիներես իմաստուններին, քանզի անոք միշտ իմ քովս են։ Հարում ասում է. ծերերն ավելի իմաստուն եղան, վասնզի քո հրամաններդ պահեցի։ Սկզբում կարդացինք, որ իմաստության սկիզբը Տիրոջ վախն է։ Իմաստությունը ինչ որ հաստատուն մեծություն չի, այն տարբեր է, տարբեր մարդկանց մոտ։ Ունի ավելանալու հատկություն։ Կարդացինք Սաղմոսում, որ ասում է քո պատվիրանները ինձ իմ թշնամիներս իմաստուն արին, քանզի միշտ իմ քովս են։ Այսինքն Տիրոջ պատվիրանները պահելով, կատարելով մենք ձեռք ենք բերում իմաստություն։ Ասում է ծերերից ավելի իմաստուն եղանք։ Գիտենք, որ ծերերը չեն համարվում իմաստուն, որտեղ ունեն կյանքի փորձ, նրանց իմաստության հիմքում ընկած է փորձառությունը, որտեղ շատ են հանդիպել տարբեր իրավիճակների եւ կարողանում են ճիշտ կողմնորոշվել, բայց Տիրոջ պատվիրաններին եւ օրենքներին հետևելը մեզ տալիս է ավելի մեծ իմաստություն։ Կարդանք Հակոբոս 3:13-ը. Ձեր մեջ իմաստուն ու խելացի ով կա, թող անիկա բարի վարմունքով ցուցնե իր բոլոր գործերը իմաստության հեզությունով։ Հասկանում ենք, որ իմաստությանը պետք է ուղեկցի նաև հեզությունը։ Այդ դեպքում այն կդառնա հպարտություն եւ վերջը ավելի վատ կլինի։ Դրա մասին Աստծո խոսքում Հռոմեացիս 1:21-22-ում գրված է. Վասզի իրենք զաստված ճանաչելով Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, հապա իրենց խորհուրդների մեջ ունայնացան, եւ սիրտներն անմտությունով խավարեցան։ Իրենք իմաստուն են նսելով հիմարեցան, կամ մի ուրիշ տեղ Եսային ասում է 5:21-ում ասում է. Վայ անոնց, որոնք իրենց աչքին իմաստուն են։ Եկեք Այսինքն պետք է մենք նաև խոնարհ լինենք, հեզ լինենք, որպեսզի կարողանանք մեր իմաստությունը ճիշտ օգտագործենք։ Որ մենք մեր բոլոր իրավիճակներում հաղթող լինենք։ Գործ Առաքելոց գրքի մեջ մի պատմություն կա Հերովդես թագավորի մասին, որ նա փառքը չտվեց Աստծուն եւ որդերով լցված մահացավ։ Եվ նայում ենք Աստվածաշնչում Դավիթ թագավորի մասին, Սուրբ Գիրքը վկայում է, որ նա Աստծո սրտի համեմատ սիրտ ուներ։ Ու կարդանք Երկրորդ Թագավորաց 5:17 համարից, ասում է. Փուշտացիներ Դավթի Իսրայել վրա թագավոր օծվելը լսելով բոլոր փուշտացիները ոտքի ելան, որպեսզի Դավիթը փնտրեն։ Եվ Դավիթը այս բանը լսեց, Բերթի չափ փուշտացիները եկան եւ Ռափայինների հովտի մեջ տարածվեցան։ Ու Դավիթը Տիրոջը հարցրեց. Փուշտացիների դեմ ելնեմ, զանակի ձեռքս պիտի մատնես։ Տերը Դավթին ասաց. Ելիր, քանզի փուշտացիները անշուշտ քո ձեռքը պիտի մատնեն։ Այն ատեն Դավիթը
բաղ փարասին գնաց ու զանոք հոն զարկավ ու սավ։ Տերը իմ թշնամիներից իմ ձեռքովս պատրեց, ինչպես ջուրերը թումբերը կպատրտեն։ Անոր համար այնտեղի անունը բաղ փարասից կոչվեցավ։ Փուշտացիները հոն թողեցին իրենց կուրքերը Դավիթն ու իր մարդիկ զանոք առին։ Ու փուշտացիները նորեն ելան եւ ռափայների հովտի մեջ տարածվեցան։ Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց. Տերեսա, մի ելիր, հապա անոնց ետևի կողմեն դառնալով թթեների կողմեն անոնց վրա գնա։ Ու եւ թթեների գլուխը քարվածքի մեջ ձայն լսեց, այն այդեն շարժի, քանզի այն այդեն Տերը քո առջևդ պիտի ելնե։ Փշտացիների բանակը զարնելու համար եւ Դավիթը այնպես արավ, ինչպես Տերը իրեն հրամայեց, ու Գաբային միջև գազե փշտացիներին զարկավ։ Տեսնում ենք, որ Իսրայելում պատերազմ էր եւ Դավիթը Տիրոջից առաջնորդություն էր խնդրում։ Արդյոք Աստված այդ իրավիճակում նրա հետ է լինելու, նա հաղթող է լինելու։ Ու նա հնազանդվեց եւ հաղթեց։ Դեմ ենք, որ կար ժամանական նույն իրավիճակի արժե ինքը նորից կայնել էր, չնայած նրան, որ արդեն ուներ փորձառություն, արդեն մի ճանապարհը մի անգամ անցել էր ու հաղթել էր, բայց նա նորից հարցրեց Աստծուն, թե արդյոք իմ հետ այս պատերազմի ընթացքում։ Ու հասկանում ենք, որ Դավիթը հասկացավ, որ իր հաջողությունների գաղտնիքը իր մեջ, իր հզորությունը, իր իմաստությունը չի, այլ Աստծո մեջ է, Աստված է օրհնելու իրան։ Եթե նա ասեր վստահել իր իմաստության, իր փորձառությանը, թեև նոր էր անցել այդ փորձության միջով, չէր հաջողվի, որտեղ Աստված նրա հետ չէր լինելու։ Եթե չենք իմաստությանը չուղեկցում խոնարհությանը, ապա հպարտանում ենք։ Հպարտանալուց մեղ գործելուց չես կարողանում ճիշտ մտածել, ճիշտ դատողություն անել, այսպես ասած, մթակնում է ճիշտ դատողությունը։ Գիտենք, որ Դավիթ թագավորից հետո Իսրայելը սկսեց մեղանչել Աստծո առջև եւ այնքան շատ էր մեղ գործել, որ եկավ մի թագավոր Վոքոզի անունով, որ իր պատասխանը փնտրում էր բահաղ ճանճիկ կուրքի մեջ։ Այդ ժամանակ բոլոր ժողովուրդները գիտեն, որ Իսրայելի Աստվածը կենդանի Աստված է, բոլորը ճանաչում էին։ Բայց մեղքի մեջ մնալով, մեղքի մեջ հարատևելով, հենց իրենց երկրում Աստծո տաճարներ, հենց Աստծո ներկայությունն այնտեղ ու իրանք չէին տեսնում ու իրենց պատասխանը փնտրում էին տարբեր տեղը։ Ու իմացանք, որ նա Աստծուց հանդիմանվեց։ Ինչպես Հակոբոս 3:13-ում է ասում է. ձեր մեջ իմաստուն ու խելացի ով կա, թող անիկա բարի վարմունքով ցուցնի բոլոր գործերը իմաստության հեզությունով։ Այնքան իմաստությանը ուղեկցի հեզությունը։ Եկեք պահենք Աստծո պատվիրանները ու կանոնները եւ ամեն հաջողություն վերակենք ոչ թե մեզ, այլ Աստծուն։ Ամեն բաները Աստծուց է, ամեն հաջողությունը։